Ֆուտբոլային կրքերը մարեցին, բայց թե ժամարը շարունակվում է այս շոկ օրերին փրկություն են Միդեայի որակյալ էներգախնայող օդորակիչներն ու մուլտիզոն համակարգը։ Դրանք ապահովում են կատարյալ զովացում սաստիկ տապին դիմակայելու համար։ Ողջույն սիրելի հետևորդներ, Միդեա մեդիա կլաբի վերջին ամփոփիչ թողարկումն է եւ իհարկե խոսելու ենք աշխարհի առողջության վճռորոշ հանդիպումների մասին եւ զրուցակիցս այսօր կրկին Celsius եւ Media Store ընկերությունների հիմնադիր Դավիթ Հարությունյանն է։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Էդուարդ։ Երկու տարբեր հանդիպումներ առաջնության վերջում եղան։ Ես առաջարկում եմ սկսել գոլ առատից, երրորդ տեղի համար հանդիպումից, որտեղ Անգլիայի հավաքականը ոչ ֆուտբոլային 6-4 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։ Ինչ տպավորություններ այդպիսի գոլ առատ խաղից եւ արդյոք թիմերից մեկը այդքան էլ լավ չէր տրամադրված այդ խաղին։ Տպավորությունները շատ բարձր եղավ, որովհետև երբ որ սկսվեց արդեն Անգլիայի գոլերը իրար հետևից, արդեն պարզ դարձավ, որ խաղի ժամանակ պաշտպանվելու իմաստ չեն տեսնում թիմերը ու ավելի շատ սկսեցին արձակողական ֆուտբոլ խաղալ, դե տրամաբանորեն դա պետք է տեղի ունենար, որովհետև երրորդ տեղը երկու թիմերի համար էլ ինձ թվում է թույլ սփոփանք էր եւ ձեռքբերում չէր եւ պետք էր գոլառատ ֆուտբոլ խաղալ երևի թե երկրպագուներին ուրախացնելու համար ավելի շատ։ Դրա համար շատ հետաքրքիր ֆուտբոլ ստացվեց։ Երբ դարձավ հաշվը 4-0 հօգուտ Անգլիայի հավաքականի կար վստահություն, կանխազգացում, որ Ֆրանսիան դեռ ասելիք ունի այս խաղում, թե մտածեցիք, որ վերջ այստեղ ամեն ինչ ավարտված է։ Չէ, կար։ Ես ինքս սպասում էի, որ Ֆրանսիան գոլեր է խփելու, բայց շատ զարմանալի էր 4-3-ից հետո, որ կարողացավ հավասարացնել հաշիվը, որովհետև արդեն շատ մեծ հոգեբանական առավելություն է ունենում 4-3-ից հետո 4-րդ գոլը շատ մոտ էր եւ ինձ թվում է Անգլիան կարողացավ դա անել, չթողել մոտենա։ Ամենամոտիվացվածը Ֆրանսիայի կազմում Կիլիան Մբապեն էր, նա ուներ երկու նպատակ դառնալ այս առաջացան լավագույն ռմբարկում եւ բոլոր առաջացությունների պատմության լավագույն ռմբարկում։ Երկուսն էլ հաջողվեց ի վերջո։ Նա իր երկու գոլը խփեց։ Այստեղ կարող ենք ասել, որ երկու կողմերն էլ բավարարված մնացին։ Մբապեն իր ռեկորդները խփեց, Անգլիան հաղթեց։ Ի վերջո ֆրանսիացիներն էլ, անգլիացիներն էլ խաղից առաջ խոսում էին այն մասին, որ երրորդ տեղը գրավելը նրանց համար այդքան լուրջ նվաճում չէ, ինչպես նշեցիք, եւ նրանց նպատակը եզրափակիչ դուրս գալներ ու չեմպիոնության համար պայքարել։ Այս առումով երկու կողմերին գոհացնող էր արդյունքը։ Կարծում եմ Անգլիայի առումով գոհացնող կարող է լինել, որովհետև իմ հիշելով 40 թե 50 տարվա ընթացքում ամենամեծ հաջողությունը աշխարհի առաջնություններում այս երրորդ տեղն է, որը Անգլիան կարողացավ ապահովել։ Մեդալ նվաճել են միայն մեկ անգամ 1966-ին չեմպիոն էին դարձել։ Ուրիշ մեդալ չունեին։ Դա նշանակում է, որ մոտավորապես ինչքան 50 տարի, 60 տարի այդ թիմը չի կարողանում աշխարհի առաջնություններում գոնե երրորդ տեղ լինել։ Ընդ որում երրորդ տեղի համար խաղերի մասնակցել էին էլի անգլիացիները, բայց պարտվում էին անընդհատ։ Հիմա վերջապես նաև հաղթեցին։ Իսկ Մբապեի առումով հաջողություն կարելի է համարել Մբապեի համար միանշանակ, որ բավական երիտասարդ տարիքում նա արդեն դարձավ մոնդիալների պատմության լավագույն ռմբարկում եւ եթե առողջությունը թույլ տա, տարիքը հաստատ թույլ է տալիս, որ նա մեկ, նույնիսկ երկու առաջնության դեռ մասնակցի եւ կարող է իր այս առավելությունը մեծացնել։ Այս առումով անհետաքրքիր չի դառնա արդեն ռմբարկուի պայքարը մյուս ֆուտբոլիստների համար։ Եթե միայն աշխարհի առաջնությունը վերցնենք, Մբապեն միշտ կլինի առաջնայինում, բայց եթե նույն ձև նայենք որպես Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի առաջնության համար նախատեսած ռմբարկուներին, հնարավոր է նույն Հոլանդը, նույն մնացած ֆուտբոլիստները նույնպես շանս ունեն մոտիկանալ կամ հավասարվել Մբապեին։ Ինչով է դաժան երբեմն ֆուտբոլը։ Կիլիան Մբապեն այս տարի, այս մրցաշրջանում դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, Չեմպիոնների լիգայի խաղաղության լավագույն ռմբարկու, աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, բայց ոչ մի տիտղոս այս մրցաշրջանում չնվաճեց։ Հիմա այստեղ չես էլ հասկանում ֆուտբոլիստի համար անհատական հաջողություններն են այդքան կարևոր, թե թիմային հաջողությունը։ Նրանք միշտ նշում են, որ թիմայինը ավելի կարևոր է։ Իսկ Ֆրանսիան համարվելով հաղթողի կոչման գլխավոր հավակնորդ անգամ երրորդ տեղ չգրավեց։ Այսպես լինում է։ Անցնենք գլխավոր հանդիպմանը եզրափակիչը Իսպանիայի եւ Արգենտինայի միջև, այստեղ ի տարբերություն երրորդ տեղի համար խաղում ենք գոլեր գրեթե չտեսանք եւ չտեսանք վառ ֆուտբոլ։ Սա հաճախ բնորոշ է եզրափակիչներին։ Ամեն դեպքում ինչ որ տարեր եղան, որ բավականություն ստանաք եզրափակիչ խաղից։
Հանդիպումը ծանր էր ի սկզբանե երկու թիմերի համար։ Մեսին շատ բան է ուզում անի, բայց քանի որ դիմացի թիմը ավելի համեմատաբար նախկին մրցակիցների ավելի ուժեղ հավաքական էր, ավելի ուժեղ թիմ էր, այն ինչը որ կարողանում էր անել այն թմերի հետ, այստեղ չէր կարողանում անել։ Ու հնարավոր է դե բնականաբար տարիքը չէր ներում, կարողա 4 տարի առաջ կարողանար անել կամ 6 տարի առաջ, բայց հիմա երևում էր, որ չէր կարողանում։ Ֆրանսիան շատ համեմատաբար մյուս թիմերի ավելի ուժեղ էր ու ավելի լավ էր պատրաստված։ Ինչպես ասում են, ոչ առաջինն էր, ոչ վերջինը, Մեսին եւ Արգենտինան, որովհետեւ Իսպանիայի հավաքականը կարողացավ չորացնել, փակել Կրիշտիանո Ռոնալդոին եւ նրա Պորտուգալիան, Կիլիան Մբապեին եւ նրա Ֆրանսիային։ Հիմա Մեսին ու Արգենտինան, այսինքն այս հզոր թիմերը Իսպանիային գոլ խփել չկարողացան։ Միակ գոլը, որ բաց թողեց Իսպանիան ամբողջ առաջացում Բելգիայի հավաքականից էր եւ դա չխանգարեց միևնույն է հաղթել։ Բաց թողած 1 գոլ ամբողջ առաջնությունում։ Այսպիսի դոմինացիա բոլոր խաղերի ընթացքում կարող ենք պնդել, կարծում եմ, որ Իսպանիան շատ արժանիորեն նվաճեց չեմպիոնություն։ Ինչպես առաջի հաղորդմանը մենք իրար հետ զրուցեցինք, ես ասացի, որ երևում է, որ ամենաուժեղ հավաքականը Ֆրանսիան է եւ Իսպանիան է, որովհետեւ Եվրոպայի առաջնության ժամանակ էլ էր Ֆրանսիան եւ Իսպանիան ուժեղ, հիմա էլ են հանդիպեցին, Իսպանիան հաղթեց, հիմա նույնպես այո։ Նույնպես հաղթեց։ Ինչն էր տարբերությունը, որ Իսպանիան խմբայինը ոչ տենց ակտիվ սկսվեց ոնց որ վառ ֆուտբոլ չխաղաց, նույնիսկ Կաբո Վերդեին չհաղթեց։ Նույնիսկ Կապո Վերդեին չհաղթեց ու ստվերային էր ավելի շատ, բայց պոտենցիալը երևում էր։ Իսկ այս դեպքում Ֆրանսիային հաղթելով, եզրափակիչ Արգենտինային հաղթելով, Իսպանիան գոլ բաց չթողելով առաջնություններին 1 հատ գոլ բաց թողելով, համ տակտիկապես էր պատրաստված շատ, համ պաշտպանությունով երևում էր, որ թիմը ունի մակարդակ, բարձր մակարդակ, որը կարող է պահի բոլոր խաղերին։ Վերադարձրեց Իսպանիան այն լավ տարիները, երբ համարվում է աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, միևնույն ժամանակ սա դոմինացիա է համաշխարհային ֆուտբոլում, տեսնենք, եթե հաջորդ Եվրոյում կրկին հաղթեն, ապա 2008-ից 12 թվականների այդ հաջողությունը ընդհանրապես կկրկնեն։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը Արգենտինայի վերաբերյալ, ինչու են այդքան ակնհայտ խաղի սկզբից սպասում 11 մետրանց հարվածաշարի, գրեթե հրաժարվել են գրողներից, որովհետև այդպես էին որոշել խաղալ, թե այդպես այդքան ընդհանրապես թույլ տվեց Իսպանիան։ Չէ, նենց չի, որ խաղը սկսել են 11 մետրանոցների համար, որ հասցնենք, որովհետև 90 րոպեն, 120 րոպեն նույնիսկ շատ մեծ ժամանակ է, եթե դու չկարողանաս քո խաղը ցույց տաս, ինչքան էլ ուզենաս պաշտպանվես, մեկը 120 րոպեում դիմացինդ գոլ կխփի։ Այսինքն չի կարա տենց լինի, որ թիմը դուրս էր եկե, ինչ որ չափով Իսպանիան չթողեց դա անի, ինչ որ չափով նորից ասեմ, ավելի շատ Մեսսի անհատականության վրա էին կենտրոնացել, որ կարող է ինչ որ մի բան անի եւ ինչ որ մի մաս էլ իմ կարծիքով մարզիչի կազմի ընտրելու հետ կապված ճիշտ որոշումներ չէր։ Լոտարոյի պես ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսին պետք էր մտներ, որովհետեւ նա այն ֆուտբոլիստները, որ խաղին ագրեսիա է ավելացնում ու թիմին ավելի առաջ տանելու շանս էր։ Առավելևս հաշվի առնելով մյուս հարձակվող Խուլիան Ալվարեսը առանձնապես աչքի չեր ընկնում, կարելի է փորձել։ Պետք էր փոխել, որովհետև տարբերակ չկար արդեն այդ նույնը կազմով։ Ամեն դեպքում Իսպանիան արեց իրենը, ապացուցեց շատ բարձր կարգը եւ հաղթանակ տոնեց։ Ես ուզում եմ նաեւ մենք ամբողջ առաջնությունը արդեն ամփոփենք, որովհետեւ պատմություն է 2026 թվականի աշխարհի առաջնությունը, այս պահին արդեն ձեր տպավորությունները արդարացրեց մոնդիալը սպասելիքները դիտարժանության տեսանկյունից, կազմակերպչական տեսանկյունից։ Արդարացրեց, նույնիսկ մենք որ մտածում ենք ականատես կլինենք ինչ որ մի տեսակի ֆուտբոլային խաղերի, ինձ թվում է ավելի հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան, նամանավանդ որ մենք նայում ենք աֆրիկյան հավաքականները, Աֆրիկա-արաբական հավաքականները, Եգիպտոսը, Մարոկոն շատ բարձր կարգի ֆուտբոլ ցույց տվեցին։ Նույն Կապո Վերդեն մարդկանց 90%-ը չի ճանաչում այդ երկրի գոյության մասին, բայց
կարողանում է ուժեղ ֆուտբոլ խաղալ, ցույց տալ իրանը, որովհետև ճիշտ պատրաստվում են խաղին։ Այսօր ֆուտբոլը հավաքական է, մանավանդ հավաքականների խաղերը ավելի շատ ճիշտ պատրաստվելու, խաղին ճիշտ ֆորմայի մեջ լինելու, մոտիվացված լինելուց է։ Նույն Իտալիայի հավաքականը լինելով միշտ ուժեղ, բայց չկարողանալով 3 անգամ անընդմեջ աշխարհի առաջնություն մտնի, ոչ թե նա թույլա չի կարողանում մտնի, չի մոտիվացում, չի կենտրոնանում ճիշտ ոնց որ պետք է խաղերին։ Համամիտ եմ, այո, առաջնությունը իսկապես դիտվող էր ու չնայած խաղերի մեծ մասը ոչ այդքան հարմար ժամերի էր մեզ համար, բայց ֆուտբոլասերները չփոշմանեցին, որ ուշ ժամերի դիտեցին ֆուտբոլ։ Ինչպես է պատրաստվում հավաքականների մեծ մակարդակի մրցաշարից հետո անցում կատարել արդեն ակումբային ֆուտբոլին, շարունակելու եք դիտել, թե սպասելու եք հաջորդ խոշոր մրցաշարի։ Շարունակելու ենք դիտել, դե աշունը կսկսվի Չեմպիոնների լիգան, խմբային փուլերը, այնտեղ իտալական ակումբները հաստատ խաղալու են։ Իտալական ակումբները խաղալու են, Եվ կարելի է նույնիսկ երկրպագելով դիտել։ նույնիսկ կարելի է երկրպագել նույն Ինտերին, որը գիտենք, որ Հենրիկ Մխիթարյանն է շարունակելու է ելույթը մեկ տարի, վերջի տարին է լինելու, դե մեր միակ հայ ֆուտբոլիստն է, պետքա որ գոնե անկախ ամեն ինչից հավաքական խաղում է չի խաղում, գոնե պետք է երկրպագենք։ Շնորհակալություն Դավիթ, զրույցի համար, շնորհակալություն ամբողջ մունդիալի ընթացքում ֆուտբոլի կողքին լինելու համար, շնորհակալություն Media Club-ի համար, որը հնարավորություն տվեց դիտել ներսից այս ամենը եւ զուգորդել դա ֆուտբոլի հետ, շատ հաճելի համադրություն էր, դեռ կարծում շատ առիթներ կունենանք համագործակցելու, հանդիպելու եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, Media Club-ը ավարտեց իր հաղորդումների շարքը, շնորհակալություն այս ամբողջ ընթացքում մեզ հետ լինելու համար, բայց ամեն դեպքում չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-ի ալիքին, մեր սոցիալական բոլոր էջերին, հետևեք, շարունակեք մեզ հետևել, որովհետև շատ հետաքրքիր բաներ դեռ առջևում լինելու են, իսկ մենք կհանդիպենք ֆուտբոլի, ընդհանուր առմամբ սպորտի շրջանակում այս ամբողջ ընթացքում Էդուարդ Քալանթարյանն էր ձեզ հետ կհանդիպենք առաջ։